Տիկնակ եւ պարոնայք, քննարկում ենք Արթուր Դավթյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ նշանակելու հարցը, բայց մինչ այդ կարծում եմ արժի անդրադառնալ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հեռացման հանգամանքներին։ Կոստանյանը հրաժարական տվեց օգոստոսին, պաշտոնական պատճառաբանությունը առողջական խնդիրներն էին եւ հասկանալիորեն հանրությունը սկսեց որոշակի կասկածներով վերաբերվել այդ հիմնավորմանը եւ դա հասկանալի է։ Ինչու է հասկանալի, որովհետեւ գլխավոր դատախազի նման առանցքային պաշտոնյայի հեռացումը բացատրել միտողով, որ նա առողջական խնդիրներ ունի եւ վերջ, առնվազն անհասկանալի է, որովհետեւ պատշաճությունը ենթադրում է, որ նման դեպքերում, երբ որ ասում ես առողջական խնդիր ունի, պետք է նաև բացատրես, ներկայացնես ինչ առողջական խնդիր ունի, որովհետև ատամի ցավն էլ է առողջական խնդիր։ Ատամը ցավում էր, դրա համար հեռացավ, որովհետև կա ուրիշ խնդիր, պետք է պարզաբանվի, թե այդ ինչ առողջական խնդիր է, որովհետև մարդկանց ճակատագրերի հետ է գործ ունեցել, հանրությունը պետք է իմանա, իր պաշտոնավարման շրջանում այդ պաշտոնյայի այդ առողջական խնդիրը կարող էր ազդել նրա adekvatության վրա, կարող էր արդյոք ազդել նրա կայացրած որոշումների վրա, որովհետև տասնյակ հազարավոր մարդկանց հետ առնչություն է ունեցել նրա գործունեությունը։ Եվ այսպիսի պարզաբանումներ մինչև օրս չեն հնչել եւ մամուլում կա նաեւ այլ վարկած, որ Գևորգ Կոստանյանը պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարարության մատակարարումների հետ կապված ինչ որ պատմության կոնտեքստում, որ իրեն հետ կապված ընկերությունները չափազանցեցված գներով մատակարարումներ են իրականացրել պաշտպանության նախարարությանը եւ ինչու է աշխատանքից հեռացվել ըստ մամուլում շրջանառվող վարկածի այդ կոռուպցիոն եկամուտները հավասարաբար չի բաշխվել իշխանության վերնախավում, ինչն էլ հանգեցրել է պաշտոնանկության։ Հիմա հնարավոր է Հայաստանում արդյոք ընդհանրապես նման բան տեղի ունենա։ Երկու օր առաջ ընդամենը մամուլում եղան փաստեր ըստ էության ապացույցներ այն մասին, որ Հայաստանի քննչական պետական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը 2.5 միլիոն դոլարի մատակարարումներ է իրականացրել առողջապահության նախարարությանը, ընդ որում 5-6-7 անգամ չափազանցված գներով։ Այսինքն մենք տեսնում ենք Աղվան Հովսեփյանը նախկին գլխավոր դատախազ է, կարելի է ենթադրել, որ դատախազական պաշտոնը ահա այսպիսի կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու բավականին լավ մեխանիզմ է։ Մինչդեռ քննչական ծառայության վարույթում է գտնվում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովանյանի գործը, ով 2013 թվականին գտել են նրան կախված վիճակում։ Նախորդ օրը կամ նախորդ օրերին բացահայտ կերպով իր գործատուները խմբակային այս մարդուն ծեծել են, նվաստացրել են։ Էական չի ինչ պատճառով։ Հաջորդ օր այդ մարդուն գտել են կախված։ Ու մինչև հիմա այս գործով ոչ մի մարդ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած քրեական գործի նյութերում քննիչը գրում է ծեծեցին է սարին, հետևից ընկավ, փախավ, պախվեց, վնասվածքներում ու ոչ մի քրեական պատասխանատվության ենթարկված մարդ։ Հիմա եթե այս մարդու հարազատները մտնեն օրինակ Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պետք է ասեք ահաբեկչություն է, չէ՞։ Եթե նույնիսկ համարենք որ կարող է լինել այդպիսի մեկնաբանություն, սա ահաբեկչություն կարող է լինել ընդդեմ ահաբեկչության, որովհետև մարդիկ ելք են ուզում տեսնեն, ինչքան կարան, դուք ասեք բողոքարկեք, դիմեք էսին, դիմեն 3 տարի դիմում են, ոչ մի արդյունք, ինչ անեն այդ մարդիկ։ Հիմա գլխավոր դատախազի թեկնածուի վերաբերյալ Արթուր Դավթյանի գլխավոր դատախազի թեկնածուների հետ կապված մենք վերջին տարիներին մի առեղծված ունենք։ Գլխավոր դատախազությունում շատ արագընթաց կարիերա են անում են մարդիկ, ովքեր առնչություն են ունենում աղմկոտ եւ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերին։ Արթուր Դավթյանը 2012 թվականին հարսնաքարի գործով, երբ ծեծվելով սպանվեց Հայաստանի զինված ուժերի սպա Վահե Ավետյան, այդ գործով
մեղադրող դատախազա որպես մասնակցել։ Եվ այս գործի կոնտեքստում ամենակարևոր հարցը, որ հետաքրքրում էր հանրությանը, հետևյալն էր, թե արդյոք Սերժ Սարգսյանի մերձավոր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը առնչություն ունեցել է այս գործի հետ, այնքանով ինքը հրահանգել է արդյոք ծեծել, թե չծեծել։ Նախաքննությունը ճակերտներում բարեհաջող ավարտվեց, պաշտոնական բարեհաջող պատասխանով, որ Ռուբեն Հայրապետյանը կապ չունի։ Արտուր Դավթյանը հենց այդ ժամանակ նշանակվեց պաշտոնի բարձրացում ստացավ։ Նշանակվեց Շենգավիթի վարչական շրջանի դատախազ։ Իսկ երբ որ այս գործի դատաքննություններ ամահարտում, որտեղ ինքը էլի ընդգրկված էր որպես մեղադրով եւ էլի դատաքննությունը բարեհաջող ցույց տվեց ճակերտավոր, որ Ռուբեն Հայրապետյանը ոչ մի առնչություն չունի, Արտուր Դավթյանը նշանակվեց արդեն Երևան քաղաքի դատախազ։ Իսկ երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2015 թվականի օգոստոսին առևանգեց եւ ծեծի ենթարկեց Արմենիա ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին, Արտուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազ էր։ Ու ինչ արեց Արտուր Դավթյանը, որ ծեծի եւ առևանգման գործը ստանա պատշաճ ընթացք, հասկանալիորեն ոչ մի բան չարեց եւ հիմա դուք տեսնում եք, թե որտեղ է նա նստած։ Իսկ այս դահլիճում հարց է հնչում, ասում են պարոն Դավթյանի, ձեր կարծիքով մեր քրեական օրենսգրքի որ հոդվածները կարելի է ապա քրեականացնել։ Արտուր Դավթյանն ասում է, գիտեք, հիմա դժվարանում եմ պատասխանել։ Մինչդեռ կա շատ հստակ պատասխան։ Այսօր էլ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ ապա քրեականացված են, օրինակ սպանությունը Հայաստանում ապա քրեականացված հոդված է, դիտավորյալ սպանությունը։ Եթե Սերժ Սարգսյանը ասում է, որ գիտեք, տղեկ, այս սպանությունը вообще-то տենց էլ քրեական սպանություն չի, ապա քրեական սպանություն, ասա ուրիշ ձևով լուծվող հարցեր են։ Բայց ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի նկարներ իրանց սենյակներում ինչ են կապում, նրանք անընդհատ խոսում են, դատախազները, քննիչները կաբինետներում զեկուցում են, հասնում են այս սպանությունը քրեական հանցագործություն է, թե չէ, եւ Սերժ Սարգսյանի նկարը նրանց բացատրում է, որ բացատրելով իրավակիրառ պրակտիկան համաշխարհային, պրեզումպցիայի եւ սանկցիայի ներքին տրամաբանությունները բացատրում է, որ սպանությունն է քրեական, որ սպանությունը ապա քրեական։ Նույնիսկ որ այդ նկարը մշտական կապի խնդիր, ամեն օր իրիկունները զեկուցում են, առավոտները հրահանգ են ստանում։ Այստեղ գլխավոր դատախազի տեխնացուին հարց հնչեց ոչրագործ Պերմյակովի պատիժը կրելու վայնի մասին։ Ուրեմն եւ նախորդ գլխավոր դատախազը եւ Դավթյանը ասում է, գիտեք, այդ հարցով պատիժը կրելու հարցով ասում է, դատախազությունը չի զբաղվում, այդ արդարադատության նախարարությունն է, իբր իրանց հարցն է։ Ես չեմ հասկանում, դատախազությունում դատախազության մասին օրենքը չեն կարդացել, որտեղ 4 հոդվածի 6-րդ կետում որպես դատախազության ուղղակի լիազորություն ասում է, որ դատախազությունը հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության վրա։ Այնպես որ դատախազությունը Պերմյակովի գործով թող չփորձի պատասխանատվությունը իր վրայից գցել, որովհետեւ ինքը արդեն մասնակցել է Երրորդ հանրապետության պատմության ամենախայտարակ դատավարություններից մեկին։ Նրանք չկարողացան Պերմյակովին բերել Հայաստանի դրոշի եւ զինանշանի ներքո դատել, այլ Հայաստանի եւ դրոշը եւ զինանշանը որպես բագաժ լցնում են գազելի կուզովը, տանում են Պերմյակովի մոտ, հետո գազելի կուզովը լցրած հետ են բերում։ Ու այսքանից հետո Արտուր Դավթյանն ասում է դատախազությունը վաստակում է իր աշխատավարձը։ Ճիշտ է, այս թեզը տեսխած ցույց է տալիս դատախազության 2015 թվականի տարեկան հաշվետվությունը, որի մեջ բառացիորեն ասում է հետևյալը. բողոքում են սեփականության դեմ տեղի ունեցած հանցագործություններից, վիճակագրությունից ու ասում են, գիտեք, ինչ սրա մեջ մեղավոր են նաև սեփականատերերը, որ իրանց սեփականության պահպանությունը լավ չեն իրականացնում, պաշտոնական փաստաթղթի մեջ։ Ու ինչ են գրում։ Գրում են բնակարանային գողությունների հետ կապված նախական խիղճ նշանակություն կարող է ունենալ պատուհաններին ճաղավանդակների տեղադրումը։ Դատախազությունն է գրում։ Այսինքն դատախազությունը իրավակարգը պատկերացնում է հետևյալը. մենք պատուհաններին ինչքան կարանք ճաղավանդակ ենք դնում, ավտոմատներով է պատեզներում իրիկունը ժամապահություն են անում, հերթով մենք երեխեքը տնեցիք, բան 2 ժամ մեկ փոխում են։
Եվ այս ընթացքում էլ գլխավոր դատախազը իհարկե ճաղավանդակների ցեխ է դնում, որ միջազգային ստանդարտներով համապատասխան գներով մեզ մատակարարի։ Շնորհակալություն ուշադրության համար։